Ֆրանսիական թերթերը գրել էին, որ Մարսելում Փաշինյանը 3.1 միլիոն եվրո շքեղ առանձնատուն է գնել։ Սորի այդ իր խնդիրներն է թող ինքն լուծի։ Չէ, այդպես բան չեմ հավատում։ Չի գնե ինքը ուրիշի փողերով։ Փողերով է գնել։ Այո։ Երևի չգիտեմ ես գնել է, չի գնել, ով ինչ ուզում են էլ ասում է։ Նախ այդ սուտ է, այդ գրածը։ Սուտ է։ Ես էլ շատ բան կարամ ասել։ Ֆրանսիական թերթերն են գրել։ Ֆրանսիական թերթերը չեն գրել։ Այս բան չկա։ Չեք հավատում, որ Փաշինյանը կարող է շքեղ առանձնատուն գնել։ Ես չեմ տեսել, առաջ անգամ ձենից եմ լսում։ Ես անես չի որ Փաշյանի համար ես մի չեմ անում, բայց մարդ պետք է տենա առաջերտին, որ նոր հավատա։ Հիմա ոչ մեկի ես չեմ հավատում։ Ֆրանսիական թերթերը իրան լավ կգրեն, վատը չեն գրել։ Լավ են գրել, ասում են շքեղ առանձնատուն է գնել Մարսելում։ Դե չի կարա շքեղ առանձնատուն գնել։ Ինչու՞ չունի գումար Փաշինյանը։ Կարող է ունի, հա։ Իրանով կհասնի։ Մեր նմանները ոչ են առնին կպետք է առնի։ Ինչ ասեմ։ Փողերով է։ Ինչ իմանամ։ Այդ ես չգիտեմ գնելա թե չէ։ Դե ֆրանսիական թերթերը գրում են այդ մասին։ Հա, ես էլ եմ շատ բան խոսում, բայց չեմ կարող ասել։ Չգիտեմ, բայց հնարավոր է ինչ է եղել։ Ինչու՞մ է բանը։ Ու փողերով է գնել։ Հիմա ես կյանքս պատմեմ, թե իր կյանքը Իր պատմեմ։ կյանքը պատմեք։ Իր կյանքը ինքը չունի ոչ կյանք, ոչ էլ պատմություն։ Անպատիվ մարդ է։ Բայց ում փողերով է գնել։ Օրինակ շատերին դա հետաքրքիր է եւ ձեր կարծիքն էլ է հետաքրքիր։ Ինչի դուք չեք կարծում, որ ասեմ Անիֆի փողերը, բյուջեի փողերը։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ես իրանից սպասում եմ։ Ուրիշ լավ բան չեմ սպասում։ Շատ մարդիկ չեն հավատում, որ Փաշինյանը կարող է տուն գնել իրեն շքեղ։ Ինչի չեն հավատում, որ ովքեր չեն հավատում։ Նորմալ մտածողություն ունեցող մարդիկ, ինչը կարող է սուրբ է ինքը։ Ինքը սուրբ չի, երբեք չի եղել, սրբա պիղծ է եղել։ Իրա քրտնած աշխատանքներով այդ փողերով երևի ոչի չեմ կարող ասել։ Ինչ է արել, որ քրտնել է։ Ես դա հարաբերական իմաստով ասեցի, ոչինչ բան։ Կոնկրետ ես չգիտեմ։ Եթե գնելա շատ լավ արել։ Շնորհավոր լինի, իմ փողով, ես եմ տվողը, լավ արել, շնորհավոր լինի։ Իսկ ձեզ որտեղից այդքան Գողացել եմ քույր։ Որտեղից եք գողացել։ Որտես պատահի։ Ձեզանից եմ գողացել։ Ամոթ հանգել եք ինչի հետևից ձեր տունը շիմի գրելա, լա։ Ով ինչ կուզի գրի, հետո ինչ։ Պետք է հավատա, դու հավատում ես։ Հավատում ես։ Չէ, դուք։ Հա դուք հավատում եք։ Ես ամեն նշության չեմ հավատում, արդեն ձեր գործն է։ Եթե գնելա պետք է փողերով գնե։ Եթե չի գնե, ուրեմն շռաշար են անում։ Ինչ ասեմ։ Ֆրանսիացիներն են շարանում։ Ով Ֆրանսիական թերթերն են գրել, ֆրանսիացիներն են շարանում Փաշինյանի վրա։ դե չես կարող ասի։ Հարցը ֆրանսիական թերթերում, բայց ով են խմբագիրները, ինչու են։ Կարող է կաշառասել են։ Շատ հնարավոր է։ Այսինքն հավատում եք, որ Փաշինյանը տուն չի գնել։ Եթե արածելի գախնի արածելի, ոչ մեկը չիմանա։ Որ չի։ Ժողովրդի փողերով։ Ինչի համար է գնել իր ընտանիքի համար, ո՞մ քո համար գնալ չի լինի։ Չի գնել, որովհետև ժխտել են։ Ժխտել են, չի գնել ինքը։ Շատ բան է ժխտել Փաշինյանը։ Փաշինյանը չի ժխտել։ Լրագրողներն են ժխտել։ Գնել է իր համար, բայց չի բերի մեզ տա։ Հա։ Հա, բոլորն էլ բոլոր ղեկավարներն էլ այդպես են։ Ամեն ինչ էլ առնում են իրենց համար։ Որտեղից Փաշինյանին այդքան գումար։ Որտեղից քեզնից, իրանից, նրանից, բոլորից էլ վերցնում է։